00261 կանգնի։ Ապագա պարեկային ծառայողները սովորում են գործնականում կիրառել որոշակի գործողություններ, որոնք բխում են իրենց ֆունկցիոնալ պարտականություններից, ինչպես օրինակ բարձր ռիսկայնությամբ մեքենայի կանգնեցումը։ Նմանատիպ գործնական դասընթացները ներքին գործերի նախարարության ուսումնական գործընթացի անբաժան մասն են կազմում։ Այս ձևաչափը պատրաստում եւ էականորեն օգնում է անձին իրական պայմաններում զգալ այն, ինչը որոշակի ժամանակ անց նա կզգա իրական ծառայության պայմաններում։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը էապես կարևորում է, տեսական եւ պրակտիկ կրթության համադրությունը զուտ մեթոդաբանական իմաստով, սակայն էական շեշտադրում կատարելով պրակտիկ կրթության հատվածի վրա։ Կրթական գործընթացում ներդրված են ժամանակից կրթական գրեթե բոլոր մեթոդները։ Կրթական process-ը, դասախոսությունները, ուսումնական process-ը, գործնական պարապմունքները, սեմինարները ընթանում են համապատասխան դերախաղային ձևաչափերով։ Այս ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր ուսանող պատրաստվում է այն գործին, որտեղ վստահությունը կարևոր է ոչ միայն իր հանդեպ, այլ նաև մեր երկրի անվտանգության։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի նոր ձևաչափով վերաիմաստավորումը կազմակերպաիրավական եւ բովանդակային տեսանկյունից ենթադրում էր նաև ներքին գործերի նախարարության կառույցում գործող ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի որակի բարելավում եւ նրանց ընտրության ստանդարտների վերաիմաստավորում։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը, քանի որ ավանդաբար իրականացնում էր իրավաբանական կրթություն, ամբիոներում աշխատում էին անձիկ, ովքեր ոստիկանական պաշտոններ էին զբաղեցնում։ Եվ երբ որ որոշում կայացվեց, որ ներքին գործերի նախարարության կրթահամալիրը պետք է անցնի քաղաքացիական բուհերին բնութագրական կառավարման ձևի եւ առհասարակ ուսումնական գործընթացի կազմակերպումը եւս այդ ձևաչափով պետք է իրականացվի, պրոֆեսորադասախոսական կազմը եւս պետք է անցում կատարեր քաղաքացիական ռեժիմի։ Դասընթացները անցկացվում են ոչ միայն կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, այլև ներկայումս ոլորտում գործնականում ներգրավված անձանց կողմից։ Օրինակ, ավտովարման հմտություններն ավելի հեշտ յուրացնել ուսանողներին օգնում է այժմ պարեկային ծառայություն իրականացնող մասնագետը, ինչպես նաև կրթահամալիրի դասախոսը։ Մենք հեռու ենք այն մտայնությունից, որ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում պետք է դասավանդեն բացառապես ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հաստիկային դասախոսները։ Նույնիսկ ավելի առարկայական կարող ենք ասել, մոտավորապես 50% դասախոսական կազմի, դրանք պետական կառավարման այլ համակարգերի ներկայացուցիչներ են կամ պայմանագրային հիմունքներով կրթահամալիրի հետ աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Էական ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ ներգրավվեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն լուրջ փորձառություն եւ հմտություններ այս ոլորտում։ Ոլորտում լուրջ ներդրումներ եւ ավանդ ունեցող մասնագետների կողմից կրթահամալիրում հրապարակվում են նաեւ ամսագրեր, կրթահամալիրի առօրյա կյանքը լուսաբանվում է «Պատիվ ունեմ» թերթի կողմից։ Այստեղ չկա ուղղակի դասախոսություն, այստեղ իրականությունն է, որտեղ ուսանողներին սովորեցնում են, թե ինչպես իրականում պետք է գործեն ռիսկային պայմաններում, իրական իրավիճակներում։ Օրինակ, ահազանգ կա, որ երկու հարևաններ վեճի են բռնվել կամ ընտանեկան բռնության դեպք է գրանցվել։ Մինչդեռ սենյակներից մեկում գործնականում փորձում են բանակցել բռնարարի հետ, հարևան սենյակում ուսանողները սպանության դեպքի վայրի զննությունն են իրականացնում։ Մենք կատարել ենք սպանության դեպքի վայրի զննություն, որտեղ մենք վերցրել ենք արյան հետքեր, կատարել ենք դիակի զննում։ Սպանության դեպքի վայրից որպես իրեղեն ապացույց վերցրել ենք վճային հեռախոսը, զոհի թողած գրությունը, ինչպես նաև վերցրել ենք զենքը, կոտրված բաժակը եւ ալկոհոլային խմիչքի դատարկ շիշ։ Մյուս ուսանողները դասախոսի հետ հնարավորություն ունեն հարևան լսարանից հետևել այս ամենին եւ քննարկել։ Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով վերջին 1.5 տարվա ընթացքում էականորեն բարելավվել է կրթահամալիրի ինֆրաստրուկտուրան։ Ֆունդամենտալ վերանորոգվել են 100-ից ավելի լսարաններ։ Չկա որևէ լսարան, որը տեսադիտման համակարգով եւ համապատասխան լինգաֆոնային համակարգով ապահովված չլինի, ինչը էականորեն մեծացնում է տեսական եւ գործնական պարապմունքների արդյունավետությունը։ Մենք փորձարկել ենք եւ բավականին արդյունավետ աշխատում է, իրականացնում ենք դասախոսների մասնակցությամբ այսպես կոչված դուալ կրթական ձևաչափով ուսուցումը, այսինքն հնարավոր է որ լսարան մտնի եւ տեսական գիտելիքներով, լավ տեսական գիտելիքներ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ եւ այդ պահին ոստիկանությունում կամ պետական կառավարման այլ համակարգում աշխատող որևէ ծառայող։ Այսինքն ուսուցումը իրականացում է եւ տեսական եւ պրակտիկ գիտելիքների համապարփակ ներկայացման ձևաչափով։ Հրաձգություն, բայց առանց կրակոցի։ Լազերային համակարգը ոչ միայն անվտանգ է, այլև տալիս է ուսանողներին հնարավորություն իրական պայմաններում սիմուլյացիոն ձևաչափով սովորել հրաձգության ստանդարտները, հրաձգության նվազագույն պայմանները, իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու հմտությունները եւ այլն։ Հրաձգության սիմուլյացիոն վարժասարք է, որը հնարավորություն է տալիս կոնկրետ իրավիճակում հասկանալ, թե ինչպես պետք է գործել, ինչպես վարվել իրավախախների հետ, ինչպես վարվել տուժողների հետ, ինչպես նաեւ թույլ է տալիս
տալիս դինամիկ գործողությունների միջոցով հարմարվել կոնկրետ իրավիճակին, ներկայացնել օրինական պահանջ եւ օրինական պահանջին չենթարկվելու դեպքում արդեն գործել օրենքին համապատասխան։ Տվյալ վարժասարքի միջոցով մենք ավելի կատարելագործում ենք մեր հմտությունները համանման իրավիճակներում, ինչպես նաև ավելի իրավաչափ գործողություններով։ Իրականությանը մոտ զգացողություն ուսանողները զգում են բոլոր փուլերում։ Յուրաքանչյուր փուլ փոխկապակցված է մյուսի հետ։ Կրթահամալիրի լաբորատորիայում ուսանողները սովորում են ինչպես ճիշտ եւ ամբողջական մատնահետք վերցնել, իսկ VR համակարգը ապահովում է սովորածն ամբողջական կիրառության մեջ դնելու հնարավորությունը։ Պատրաստ են թե ոչ ուսանողները, սրանք այնպիսի պրոցեսներ են, որոնք ուղիղ կապ ունեն աշխատանքային պայմաններում տեղի ունեցող մարտահրավերների հետ։